վեհափարը հապաղում է, վեհափարը վաղուց պիտի կարգալույծ արած լիներ տարատեսակ Բենթլի Սամոների եւ պարոն Վազգեն Միրզախանյանների։ Մի հատ նայեք Բենթլի Սամոյի դեմքին, ոնց որ իտոք տվող կանցավիկի դեմք։ Այդ նույն Բենթլի Սամոյի, նույն Վազգեն Միրզախանյանի, նույն Գևորգ Սրբազանի մեղքա դրանց Սրբազան ասելը վերաբերյալ տարիներ շարունակ մամուլը գրել է, նույն վիրահայոց թեմում չարաշահումների վերաբերյալ մամուլը գրել է, Նավասարդ Կճոյանի վերաբերյալ այնքան է գրել մամուլը այս տարիների ընթացքում, այդ թվում խմբագիր Նիկոլը, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլը, նույն վարչապետ Նիկոլով ազգային ժողովից ասում էր Բենթլի Սամո խել արեք, պետք է տարբեր երկրներում կանայք ու սիրուհիներ ունենաք ու պատասխան չտաք, որ ինձ հասկանալի չի վեհափարի հապաղումը, ինձ հասկանալի չի ինչու են մշտապես քրեական պատմությունների հերոս սրբազանները նորից մեղամեղա, որտեղ Կճոյանին ասեր սրբազան կամ Միրզախանյանին պարոն Տոդուսկի պարոնել չես, վիրահայոց թեմում ունեցած տարաբնույթ սկանդալների հետ կապված, ադրբեջանական սոկարից օգտվելուց հետո անվճար գազից օգտվելուց հետո ասել սրբազան դա մեղք է, բայց ինձ շարունակում է ինձ համար անհասկանալի մնալ վեհափարի հանդուրժողականությունը եւ ինչի մինչ այս պահը, երբ նրանք 30 արծաթով էլ չեն դավաճանել, Հուդան սրանցից ավելի թանկ էր, Հուդան այս տիրադավներից ավելի թանկ էր, սրանք 30 արծաթ էլ չարժեն, որովհետև ինչպես նշեց ԱԱԾ նախկին տնօրեն Արտուր Վանեցյանը, ինքը գիտի թե ինչ տեսանյութեր են դրել 9 տիրադավների առջև, իսկ այն մեկ տիրադավին Արցախի թեմի առաջնորդին ընդամենը տիրադավ են սարքել, ասելով որ պաշտպանության նախարարության կողմից քեզ տրված բնակարանը հետ կվերցնենք, այնպես որ Հուդան, որ գնաց հետո կախվեց, այս տիրադավներից սրանցից ավելի թանկ է եւ մեղք է սրանց սրբազան ասելը ու ինձ համար շարունակում անհասկանալի մնալ եւ ես չեմ անելու երեսպաշտություն եւ այդ մասին չեմ լռելու, ինչու է վեհափարը տարիներ շարունակ հանդուրժել քրեական պատմություններով հայտնի Կճոյանին, վիրահայոց թեմում բազմաթիվ չարաշահումներով հայտնի պարոն Միրզախանյանին եւ ինչու են միջև այս պահը նրանք սրբազան, ինչու են շարունակում առաջնորդել թեմեր եւ ինչու կարգալույծ արված չեն։